եկեղեցին առնվազն 26 տարի շարունակ իր գործն արել է այնպես, որ 2025-ին մնացել էր առանց հավատարիմ գոնե թե 1000 հոգանոց հոտի։ Եվ այս իրավիճակում Փաշինյանը ուղղակի ազատ էր վարվել այնպես, ինչպես կկամենար։ Իրեն մնացել էր ինքնահռչակվել միակ իշխանը Հայաստանում։ Ինքը գուցե կարծում է, որ այս երկրում պիտի լինի միապետություն, որի գագաթին ինքն է, իսկ հոգևոր Հայաստանի առաջնորդ ունենալը, գոնե թե այնպիսին, որին ինքը չի բերել, ստեղծում է երկիշխանություն ու Փաշինյանը միանձնյա չի կարողանում որոշել հայերը պիտի ապրեն իրական, թե պատմական, խաղաղ, թե պատերազմող Հայաստանում։ Սա անդիմախոսների ու երկիշխանության պայմաններում երկրորդ գլուխը չեզոքացնելու դասական գործընթաց է։ Սրան էլ կապում են, որ այդ գլուխներն ամեն մեկն իր հերթին ունի իր ուրույն նպատակը եւ կոնկրետ հանձնարարությունները, որ վերջը պարզ լինի, հաղթելու է նա, ով ունի ավելի շատ աջակցություն իր գործողություններում։ Այս պահին ոմանց գուցե դուր չգա կամ գա, բայց Փաշինյանը ստացվում է ունի ավելի շատ քաղաքական իշխանություն, քան վեհափառը հոգևոր իշխանություն ունի։ Այս երկու առաջնորդների պայքարում 26-ամյա առաջնորդը, այն է Գարեգին երկրորդը, ըստ էության իր չարածի պատճառով տանուլ է տալիս խաղը 7-ամյա առաջնորդին Աշխարհիկ, որն էլ իր հերթին է ահագին բան տանուլ տվել, բայց միևնույն է այնքան կապիտալ է պահպանել, որ ավելի ուժեղ գտնվեց, քան իրենից գրեթե 4 անգամ ավելի քիչ փորձ ունեցող մեկը։